Եթե ձեզ թվում է, որ մարդկանց պետք է ներգրավել միայն ցանցային մարքեթինգի բիզնեսում, դուք չարաչար սխալվում եք։ Ցանկացած բիզնես, որը դուք կորոշեք սկսել, ձեզ պետք է լինելու ներգրավել մարդկանց, ովքեր կօգտվեն ձեր ապրանքից կամ ծառայությունից։ Դուք կարող եք ունենալ գեղեցկության սրահ, խանութ, սրճարան կամ ցանկացած այլ բիզնես։ Դուք պետք է ներգրավեք մարդկանց ձեր բիզնեսից օգտվելու։ Եվ այս մարդկանց սպասարկելով, նրանք կխոսեն իրենց շրջապատում ձեր բիզնեսի մասին, ձեր պրոդուկտի կամ ծառայության մասին, եւ նրանք նույնպես կհրավիրեն մարդկանց։ Հնարավոր է դուք նրանց հետաքրքիր ակցիաներ առաջարկեք, հնարավոր է որ դուք գովազդներ իրականացնեք, պաստառների տեսքով, ինտերնետում, բլոգերների միջոցով եւ այլն, տարբեր ձևերով դուք կարող եք ձեր մասին պատմել եւ այս մարդիկ նույնպես կսկսեն ձեր մասին պատմել իրենց շրջապատին։ Եվ բնականաբար նրանց միջոցով նույնպես շատ մարդիկ կիմանան ձեր բիզնեսի մասին։ Եթե լավ աշխատեք եւ ժամանակի հետ ունենաք հաճախորդներ, նրանց միջոցով, այսպես բերանից բերան ինֆորմացիան փոխանցելով կմեծացնեք ձեր շրջանակը։ Հիմա այս մարդիկ ավանդական բիզնեսի ժամանակ ստեղծում են հաճախորդական բազա, բայց նրանք դրանից բացի տվյալ ծառայությունից ուրիշ ոչ մի օգուտ չունեն։ Ցանցային մարքեթինգի բիզնեսում նույն process-ն է կատարվում, բայց այս մարդիկ արդեն կարող են նաև բիզնես պարտնյոր լինել տվյալ ընկերության հետ եւ ստանալ տոկոսներ իրանց միջոցով ստեղծված ապրանքային շրջանառության դիմաց։ Այսինքն, եթե սա լինի ցանցային ընկերություն, ոչ թե ավանդական բիզնես, այս հաճախորդը, ով օգտվում է տվյալ ընկերության ապրանքից, կարող է նաև լինել գործընկեր, եւ երբ նա կհրավիրի նոր մարդկանց համագործակցության, կստանա տոկոսներ իր միջոցով ստեղծված ապրանքային շրջանառության դիմաց։ Ահա թե ինչու են ցանցային մարքեթինգի բիզնեսում հրավիրում մարդկանց, որովհետեւ դրանով կարելի է ստեղծել բիզնես, եւ տվյալ ընկերության ցանցը կարող է ընդլայնվել ու մեծանալ։ Այնպես որ մարդկանց ներգրավելը դա բնական է եւ դա կատարվում է ցանկացած բիզնեսում։ Ավանդական բիզնեսի համար պետք են մեծ ներդրումներ, ցանցային բիզնեսի համար պետք չեն ներդրումներ։